Սիրելի զվարդոցիներ, դեզվերջնում եմ Հայաստան կուսակցությունը, Հայաստան կուսակցությունը ինչպես Երևանի հավաքանում է ներկայացված, այնպես այսօր Քարոզարշավի 9-րդ օրն է, ինչպես գիտեք, նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի է ունենալու արտահերթ թիմ ընտրություններ, Մայր Հայաստանը ակտիվ մասնակցում է Քարոզարշավին, շրջում է բակերով, շրջում է խաղամասերով, հանդիպում է քաղաքացիների հետ, ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը, այս պահին մենք գտնվում ենք Զվարթնոց խաղամասում, սկսել ենք ուրեմն մեր Քարոզարշավը այսօր կեսօրին, Քարոզարշավը չէ, ճիշտ այսօր կեսօրին մենք շաբաթօրյակ ենք արել, այսօր Քարոզարշավը սկսել ենք այստեղ գտնվող այգուց, ու այգի ասել է դա մի քիչ շատ ասեցի էլի, մեծ անիվ կա, որը մենք ասում ենք Սատանի անիվ, Սատանի անիվը մոտ այգի ա եղել, այսօր ոչ Սատանի անիվն էր աշխատում, ոչ այգին կար, այդտեղից ենք սկսել մեր Քարոզարշավը, Մայր Հայաստանը Վաղարշապատցիների ներկայանում է մեծ ծրագրով, բազմաշերտ, բազմակետ, իրականանալի մեծ ծրագրով անդրադառնում ենք թե երեխաներին, թե ծերերին, ծրագրով ցուցումներ ենք տալիս թե բակերին, թե Էջմիածնական Վաղարշապատի հանրային տրանսպորտին։ Հարգելի հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ նոյեմբերի 16-ին պարտադիր գնաք ընտրատեղամաս, օրվա ընթացքում 15-20 րոպե տրամադրեք ձեր ժամանակից, գնացեք ընտրատեղամաս եւ ձեր քվեով որոշեք ձեր վարչական շրջանի, ձեր խաղամասի, ձեր համայնքի ճակատագիրը, նաև հանրապետության ճակատագիրը, որովհետև Վաղարշապատի ընտրությունների արդյունքները ուղիղ անդրադառնալու է, ազդեցություն է ունենալու ամբողջ հանրապետության վրա։ Այնպես որ բաց մի թողեք այդ հնարավորությունը, գնացեք ընտրատեղամաս, ձեր մեկ ձայնով, ձեր մեկ քվեով ոչնչացրեք, ջարդեք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն կոչվածի եւ նրան դուրս ձեռնարկություն հանրապետություն կուսակցության հանրապետություն խմբակի։ Այո, սիրելի հայրենակիցներ, ինչպես Երևանում, այնպես էլ այստեղ է լինելու, ես ձեզ հավաստիացնում եմ, Մայր Հայաստանը Վաղարշապատում նույնպես 24/7 ռեժիմով լինելու է Վաղարշապատցու կողքին, լինելու է ժողովրդի կողքին, նրանց խնդիրներով, նրանց հոգսերով, նրանց բարձրացրած հարցերով զբաղվելու է, լուծումներ է տալու։ Դա արվելու է այնպես, ինչպես Երևանում է արվում։ Այնպես որ հարգելիներս իմացեք եւ ընտրություններում ընտրեք Մայր Հայաստանին։